Երբ Մետաքսյա Սիմոնյանի անձնական գրասենյակի դուռը բացվեց վերջին անգամ, 5 օր անց նրա հուղարկավորությունից, հատակին գտան մի փոքրիկ նոթատետր, կարմիր կաշվե կազմով։ Էջերը լի էին անուններով, որոնք շատերը ճանաչում էին, դրանք Սունդուկյանի թատրոնի դերասանուհիներն էին, բայց յուրաքանչյուր անվան կողքին կային նշումներ, որոնք սառեցնում էին արյունը։ Չափազանց գեղեցիկ է Օֆելիայի համար, ունի ավելի լավ ձայն, քան ես, ռեժիսորը նայում է նրան այնպես, ինչպես ինձ չի նայել երբեք։ Այս տետրը 30 տարի թաքցված էր մնացել, եթե այն հրապարակային դառնար դեռ նրա կյանքի ժամանակ, ամբողջ հայ-թատերական աշխարհը կխորտակվեր մի օրում։ Ովքեր էին այդ կանայք, որոնց անունները գրված էին այդ ցուցակում։ Ինչու էր Մետաքսյան, ազգի սիրելի դերասանուհին, գիշերները նստում գրում իր մրցակիցների մասին այդպիսի դառն նշումներ։ Ինչպես էր հնարավոր, որ կինը, ում ժպիտը տաքացնում էր հազարավոր սրտեր, իրականում ապրում էր մշտական վախի նախանձի մեջ։ Այս պատմությունը ոչ թե փառքի մասին է, այլ այն գնի մասին, որը վճարվում է փառքի համար, այն մարդկանց մասին, ովքեր ճզմվեցին այդ փառքի անիվների տակ։ 1950 թվականի աշնանը, երբ Մետաքսյա Սիմոնյանը առաջին անգամ մտավ Սունդուկյանի թատրոնի հիմնական դահլիճ, նա տեսավ այն, ինչ տեսնում էին բոլոր երիտասարդ դերասանուհիները, հսկայական բեմը, բարձր առաստաղները, բազմոցների կարմիր թավշը, որը կլանում էր ամեն ձայն վերածում հմայքի։ Բայց Մետաքսյան տեսավ նա ավելին։ Նա տեսավ իշխանություն։ Նա տեսավ հնարավորություն դառնալ անմահ։ Այդ օրը նա կրում էր պարզ մոխրագույն զգեստ, մազերը հավաքված էին խիստ ջարմանդի մեջ, դեմքը, առանց կոսմետիկայի, ցույց էր տալիս նրա իսկական գեղեցկությունը, խիստ, գրեթե արական գծերով, բայց աչքերով, որոնք այրում էին ներքին կրակով։ Ռեժիսոր Վարդան Աչեմյանը նստած էր առաջին շարքում, երբ Մետաքսյան սկսեց կարդալ մեդիայի մենախոսությունը, դահլիճում ստեղծվեց այնպիսի լռություն, որ լսվում էր նույնիսկ փողոցից եկող ավտոմեքենաների հեռավոր աղմուկը։ Նրա ձայնը սկսվեց որպես շշուկ, ապա աճեց մինչ որոտ, վերջում, երբ նա արտասանեց վերջին տողերը, ես կործանեմ այն ամենը, ինչ սիրում եմ, որպեսզի չկործանվեմ ինքս, նրա ձայնը կոտրվեց, արցունքները սկսեցին հոսել նրա այտերով։ Աչեմյանը ոտքի ելավ ծափահարեց։ Միայն նա։ Մյուս դերասանուհիները, որոնք նստած էին դահլիճի խավարում, մնացին անշարժ։ Նրանք գիտեին, որ նոր թագուհի է ծնվել, դա նշանակում էր, որ նրանցից շատերը պետք է զիջեին իրենց գահերը։ Առաջին զոհը Արմինե Մկրտչյանն էր։ 35 տարեկան դերասանուհի, ով 15 տարի ծառայել էր թատրոնին, համարվում էր անփոխարինելի, դասական դերերում։ Արմինեն ուներ այն, ինչը Մետաքսյանը երբեք չէր ունենա, ավանդական հայկական գեղեցկություն, փափուկ ձեր, մեղմ ձայն, որը հիշեցնում էր մայրական օրորոց։ Երբ Աչեմյանը հայտարարեց, որ Մետաքսյան Սիմոնյանը կմարմնավորի Անահիտը նոր սպեկտակլում, հայկական աստվածուհիներ, Արմինեն նստած էր հենց այնտեղ, փորձերի դահլիճում, նրա դեմքը դարձավ քարը։ Այդ դերը նա պատրաստել էր 6 ամիս, սովորել էր հին հայերեն տեքստերը, նույնիսկ ճանապարհորդել էր դեպի Արտաշատ, զգալու Անահիտի տաճարի էներգիան։ Բայց Աչեմյանը տեսավ Մետաքսյայի մեջ ավելի շատ բան, ոչ թե մայրական աստվածուհի, այլ պատերազմող, անողոք, գեղեցիկ սարսափելի միաժամանակ։ Փորձից հետո Արմինեն մոտեցավ Մետաքսյային հանգույցում։ Շնորհավորում եմ, ասաց նա, նրա ձայնը դողում էր։ Դու շատ տաղանդավոր ես։ Բայց հիշիր, այս թատրոնը ընտանիք է, ընտանիքում մենք միմյանց հարգում ենք։ Մետաքսյան նայեց նրան, այն հայացքով, որը հետագայում կդառնար նրա ապրանքային նշանը, սառը, գնահատող, գրեթե գիտական։ Ընտանիքներ, կրկնեց նա։ Ընտանիքներում ավագները մեռնում են, երիտասարդները ժառանգում են տունը։ Սա բնության օրենքն է։ Արմինեն հեռացավ առանց պատասխանի, բայց նրա ձեռքերը դողում էին։ 2 շաբաթ անց նա հայտնվեց հիվանդանոցում, նյարդային կոլապսով։ Պաշտոնական տարբերակը՝ գերլարվածություն։ Բայց թատրոնի հին աշխատակիցները շշուկներով խոսում էին այլ բանի մասին։ Նրանք ասում էին, որ Արմինեն գտել էր իր հանգույցում անանուն նամակ, որտեղ մանրամասն նկարագրված էր նրա ամուսնու, երիտասարդ բալերինայի հետ հարաբերությունը։ Ով գիտեր այդ մասին։ Ով էր հետել Արմինեի անձնական կյանքին այդքան ուշադիր։ Եվ ինչու էր այդ նամակը հայտնվել հենց այն պահին, երբ Մետաքսյան Սիմոնյանը պետք է ստանար իր առաջին մեծ դերը։ Բայց Մետաքսյան չէր կանգնում։ Նա աշխատում էր 16 ժամ օրական։ Առավոտյան ժամը 6-ին նա արդեն թատրոնում էր, վարժվում բեմի վրա, երբ դեռ մաքրուհիները չէին եկել։ Նա կրկնում էր տեքստերը բարձրաձայն, փորձարկում տարբեր ինտոնացիաներ, շարժվում էր բեմի ամեն անկյունում, ուսումնասիրելով, թե որտեղ է լավագույն լույսը, որտեղ է ամենալավ ակուստիկան։
Նա ուսումնասիրում էր նա մարդկանց։ Յուրաքանչյուր դերասանի, ռեժիսորի, նույնիսկ տեխնիկ աշխատողների մասին նա վարում էր մտավոր նոթեր։ Ով ում է սիրում, ով ում է ատում, ով ում է պարտական, ով ունի գաղտնիքներ։ Այս ամենը նա չէր գրում, նա պահում էր իր գլխում, որպես քարտեզ, որը կօգնի նրան նավարկել թատրոնի վտանգավոր ջրերում։ Երբ պրեմիերան տեղի ունեցավ 1951 թվականի փետրվարին, երանը ծածկված էր ձյան տակ, բայց թատրոնի դիմաց հերթը ձգվում էր 2 քառակուսի։ Մարդիկ ուզում էին տեսնել նոր աստղը։ Եվ Մետաքսյան չխաբեց նրանց։ Երբ նա ելավ բեմ, ջերմակ զգեստով, որը թվում էր, թե հյուսված է լուսնի լույսից, դահլիճը շնչահեղձ եղավ։ Նրա Անահիտը չէր նման ոչ մի դերասանուհու, ում երբե տեսել էին հայ բեմում։ Սա չէր մայրական, ողորմած աստվածուհին։ Սա էր իշխանության, գեղեցկության անողորմ արդարության աստվածուհին։ Երբ նա արտասանեց տողերը «Ես եմ ջուրը, որը տալիս է կյանք, ես եմ ջուրը, որը խեղդում է», նրա ձայնը հնչեց այնպես, որ մարդիկ զգացին սառը ցնցում ողնաշարով։ Վերջում, երբ վարագույրը իջավ, լռություն տիրեց 3 երկար վայրկյան, ապա դահլիճը պայթեց ծափահարություններից։ Մարդիկ ոտքի էին ելել, գոչում էին նրա անունը, ծաղիկները թափվում էին բեմի վրա, որպես գունավոր անձր։ Բայց հենց այդ պահին, կողքի բեմում, Արմինե Մկրտչյանը նստած էր մենակ իր հանգույցում լաց էր լինում։ Նա հասկացավ, որ իր ժամանակն անցել է, որ այս կինը, այս երիտասարդ, անողորմ, փայլուն կինը, կվերցնի ամեն ինչ։ Բայց ո՞վ էր իրականում Մետաքսյա Սիմոնյանը։ Որտեղից էր եկել այս անողորմ հավակնությունը։ Նրա կենսագրությունը, որը հրապարակվել էր պաշտոնական պրեսայում, պատմում էր գեղեցիկ պատմություն, աղքատ ընտանիքից աղջիկ, ով սիրում էր թատրոնը, հասել էր հաջողության իր տաղանդի շնորհիվ։ Բայց իրականությունը շատ ավելի մութ էր։ Մետաքսյան ծնվել էր 1926 թվականին Գյումրիում, ընտանիքում, որտեղ հայրը նախկին սպա խմում էր ծեծում կնոջը երեխաներին։ Մետաքսյան երրորդ երեխան էր 5-ից, նա շատ վաղ սովորեց, որ աշխարհում գոյատում են միայն ուժեղները։ Երբ նա 12 տարեկան էր, նրա հայրը մեռավ, գինու թունավորումից, ընտանիքը տեղափոխվեց Երան, ապրելու հորեղբոր մոտ։ Հորեղբայրը աշխատում էր Սունդուկյանի թատրոնում, որպես բեմադրիչ, հենց նա առաջին անգամ տարավ Մետաքսյային թատրոն։ Աղջիկը նստեց մութ դահլիճում, տեսավ բեմի վրա կանանց, գեղեցիկ զգեստներով, փայլուն լույսերի ներքո, հասկացավ, որ ուզում է լինել այնտեղ։ Ոչ թե որովհետև սիրում էր արվեստը, այլ որովհետև ուզում էր իշխանություն։ Նա ուզում էր, որ մարդիկ նայեն իրեն, ծափահարեն իրեն, սիրեն իրեն։ Նա ուզում էր դառնալ անհրաժեշտ։ Եվ նա պատրաստ էր անել ամեն ինչ դրա համար։ 15 տարեկանում նա մտավ թատերական ուսումնարան, արդեն առաջին տարում դարձավ լավագույն ուսանողը։ Բայց ուսուցիչները նկատում էին նրա մեջ ինչ-որ բան անհանգստացնող։ Նա չուներ այն ջերմությունը, որը պետք է ունենա դերասանը։ Նա խաղում էր կատարյալ, բայց դա էր խաղ, հաշվարկված, սառը, գրեթե մեխանիկական։ Մի ուսուցիչ, Ծիրանուշ Մանուկյանը, մի անգամ ասաց նրան. «Մետաքսյա, դու շատ տաղանդավոր ես, բայց դու չես սիրում մարդկանց։ Եվ եթե դու չսիրես մարդկանց, ինչպես կարող ես խաղալ նրանց»։ Մետաքսյան նայեց նրան, պատասխանեց. «Ես չեմ պետք սիրել նրանց։ Ես պետք է հասկանամ նրանց։ Եվ ես հասկանում եմ նրանց ավելի լավ, քան դուք երբեք կհասկանաք»։ Ծիրանույշը լռեց, բայց նրա աչքերում երում էր վախ։ Նա տեսավ Մետաքսյայի մեջ ինչ-որ բան, որը նա չէր կարող անվանել, բայց որը նրան սարսափեցրեց։ Եվ այժմ, 3 տարի անց, Մետաքսյա Սիմոնյանը կանգնած էր Սունդուկյանի թատրոնի բեմի վրա, որպես աստղ, ամբողջ Երանը խոսում էր նրա մասին։ Բայց թատրոնի ներսում մթնոլորտը դառնում էր ավելի լարված։ Դերասանուհիները, ովքեր նախկինում եղել էին ընկերներ, այժմ խուսափում էին միմյանցից։ Յուրաքանչյուրը վախենում էր, որ հաջորդը ինքը կլինի։ Եվ վախը չէր անհիմն։ 1952 թվականի գարնանը Նունե Գրիգորյանը, 37 տարեկան դերասանուհի, ով հայտնի էր իր կատակերգական դերերով, հանկարծ հեռացվեց թատրոնից։ Պաշտոնական պատճառը՝ անբարոյական վարքագիծ։ Բայց ոչ ոք չգիտեր, թե ինչ էր իրականում պատահել։ Նունեն ինքը հրաժարվեց խոսել, նա հեռացավ Երանից, ապրելու Լենինականում, իր ծննդավայրում։ Բայց թատրոնի աշխատակիցները շշուկներով պատմում էին, որ Նունեի դեմ գրվել էր անանուն նամակ, ուղղված թատրոնի տնօրենին, որտեղ մեղադրվում էր, որ նա ունի կապ ամուսնացած տղամարդու հետ, ով բարձրաստիճան կուսակցական գործիչ էր։ Նամակում կային այնպիսի մանրամասներ, որ պարզ էր, գրողը շատ մոտիկից է ճանաչում Նունեին։ Ով կարող էր գրել այդ նամակը։
Ով էր շահագրգռված Նունեի հեռացմամբ։ Եվ ինչու էր այդ ամենը տեղի ունենում հենց այն ժամանակ, երբ Մետաքսյա Սիմոնյանը բարձրանում էր դեպի գագաթը։ Արդյոք սա պարզապես համընկնում էր, թե ինչ-որ մեկը խաղում էր շախմատ, օգտագործելով մարդկանց որպես խաղաքարեր։ Եվ եթե դա ճիշտ էր, ապա ով էր այդ անտեսանելի խաղացողը, ով քայլ առ քայլ մաքրում էր ճանապարհը դեպի գահ։ Երբ Վարդան Աչեմյանի անձնական գրասեղանի դարակը բացվեց 1986 թվականին, նրա մահից 3 ամիս անց այնտեղ գտան մի փոքրիկ ստետր, որի կազմին ոսկե տառերով գրված էր պայմանագրեր։ Բայց ներսում չկային ոչ մի պաշտոնական փաստաթուղթ։ Փոխարենը ձեռագիր նշումներ, որոնք նկարագրում էին գաղտնի պայմանավորվածություններ, որոնք երբեք չէին ստորագրվել թղթի վրա, այլ կնքվել էին ականջի շուրջ, Աչեմյանի ծխախոտի ծխի մեջ, նրա գրասենյակում, երբ դռները փակ էին, վարագույրները իջեցված։ Մի էջում գրված էր Մետաքսյա Սիմոնյան, Օֆելիա, փոխարենը լռություն Նունեի թեմայի շուրջ։ Մեկ այլ էջում Մետաքսյա Սիմոնյան, Մեդիա, փոխարենը ոչ մի հարց Արմինեի հիվանդության մասին։ Այս տետրը ցույց էր տալիս, որ Աչեմյանը գիտեր ամեն ինչ։ Նա գիտեր, թե ով էր գրում անանուն նամակները, ով էր տարածում հրապարակախոսությունները, ով էր քայլ առ քայլ ոչնչացնում իր մրցակիցներին։ Բայց նա ոչինչ չէր անում դա կանգնեցնելու համար։ Ավելին, նա օգտագործում էր այդ իրավիճակը։ Յուրաքանչյուր անգամ, երբ Մետաքսյան ոչնչացնում էր մեկ այլ դերասանուհու, Աչեմյանը ստանում էր ավելի հնազանդ, ավելի վախեցած, ավելի վերահսկելի թատրոն։ Նա ստեղծել էր համակարգ, որտեղ վախը հավակնությունը աշխատում էին միասին, որպես շարժիչ, որը պտտում էր թատրոնի մեխանիզմը։ Բայց ինչու էր նա թույլ տալիս Մետաքսյային այդքան իշխանություն։ Արդյոք նա սիրահարված էր նրան, թե նա պարզապես օգտագործում էր նրան որպես գործիք իր սեփական նպատակների համար։ Եվ ինչ էր տեղի ունենում այն փակ դռների հետում, երբ Մետաքսյան Աչեմյանը մնում էին միայնակ, ուշ գիշերները, երբ թատրոնը դատարկ էր, միայն պահակի քայլերի ձայնը լսվում էր հեռվից։ 1953 թվականի աշնանը Մետաքսյա Սիմոնյանը արդեն դարձել էր Սունդուկյանի թատրոնի անվիճելի թագուհին։ Նրա անունը գրված էր բոլոր պաստառների վրա, նրա լուսանկարները զարդարում էին թատրոնի ֆոյեի պատերը, երբ նա քայլում էր հանգույցների միջանցքով, մյուս դերասանուհիները կանգ էին առնում, գլուխ էին տալիս, ոչ թե հարգանքից, այլ վախից։ Նա ուներ իր սեփական հանգույցը, ամենամեծը, ամենալավ լուսավորությամբ, հայելիներով, որոնք շրջապատում էին ամբողջ պատերը, մի փոքրիկ սալոն, որտեղ նա ընդունում էր այցելուներին։ Այդ հանգույցը դարձել էր իշխանության կենտրոն, ոչ պաշտոնական, բայց ավելի ուժեղ, քան տնօրենի գրասենյակը։ Եթե ուզում էիր ստանալ դեր, պետք է անցնեիր Մետաքսյայի միջով։ Եթե ուզում էիր պահպանել քո դերը, պետք է հաճելի լինեիր Մետաքսյային։ Եվ եթե դու դառնում էիր նրա թշնամին, քո օրերը թատրոնում հաշված էին։ Բայց ինչպես էր նա ստեղծել այդ իշխանությունը։ Ոչ թե միայն իր տաղանդի շնորհիվ, թե նա իսկապես հրաշալի դերասանուհի էր։ Նա ստեղծել էր ցանց մարդկանցից, ովքեր պարտական էին նրան, ովքեր վախենում էին նրանից կամ ովքեր հավատում էին, որ նրա հետ լինելը ապահով ճանապարհ է դեպի հաջողություն։ Թատրոնի ադմինիստրատորը Գագիկ Սարգսյանը, ամուսնացած մարդ 4 երեխայով, սկսեց ունենալ կապ Մետաքսյայի հետ 1952 թվականի ամռանը։ Ոչ ոք չգիտեր, թե ինչպես սկսվեց այդ հարաբերությունը, բայց արդյունքը պարզ էր, Գագիկը դարձավ Մետաքսյայի ամենավստահելի դաշնակիցը։ Նա էր, ով կազմակերպում էր ժամանակացույցը այնպես, որ Մետաքսյայի մրցակիցները ստանային ամենավատ ժամերը փորձերի համար։ Նա էր, ով պատահաբար կորցնում էր կարևոր փաստաթղթերը, երբ դա օգտակար էր Մետաքսյային։ Եվ նա էր, ով լսում էր բոլոր զրույցները, հաղորդում Մետաքսյային, ով ինչ է ասում նրա մասին։ Բայց Գագիկը միայնակ չէր։ Կային նա կոստյումերի վարպետուհի Ռիփսիմեն, ով կարում էր Մետաքսյայի զգեստները այնպես, որ դրանք ընդգծեին նրա ամեն առավելությունը, թաքցնեին ամեն թերությունը, մինչդեռ մյուս դերասանուհիների զգեստները լինում էին անհարմար, չափազանց սեղմ կամ չափազանց լայն։ Կար նա լուսավորության տեխնիկ Արամը, ով գիտեր, թե ինչպես ուղղել լույսերը այնպես, որ Մետաքսյան փայլի բեմի վրա, մինչդեռ մյուսները մնան ստվերում։ Սրանք բոլորը չէին պարզապես աշխատակիցներ։ Սրանք էին Մետաքսյայի գաղտնի բանակը, նրանք աշխատում էին լռությամբ, անտեսանելի, բայց անխափան։ Բայց ամենաանհանգստացնող դեպքը տեղի ունեցավ 1954 թվականի ձմռանը։ Լուսինե Ավագյանը, 28 տարեկան դերասանուհի, ով նոր էր եկել Մոսկվայի գիտիսից, լրացուցիչ կրթությամբ, ընդունվեց Սունդուկյանի թատրոն, անմիջապես գրավեց բոլորի ուշադրությունը։
Լուսինեն ուներ այն, ինչը Մետաքսյանը չուներ՝ ժամանակակից մոտեցում, եվրոպական ոճ, կապեր Մոսկվայի թատերական աշխարհի հետ։ Նա խոսում էր Սթանիսլավսկու Բրեխտի մասին, նա բերել էր նոր գրքեր, նոր գաղափարներ, երիտասարդ դերասանները սկսեցին հավաքվել նրա շուրջը, ծարավ նորության։ Աչեմյանը տեսավ Լուսինեի մեջ թարմ օդ, նա որոշեց տալ նրան Նինայի դերը Չեխովի «Ջայը» սպեկտակլում։ Սա էր դեր, որը Մետաքսյան ուզում էր ստանալ տարիներ շարունակ, բայց Աչեմյանը միշտ ասում էր, որ նա չափազանց ուժեղ է Նինայի համար, որ Նինան պետք է լինի փխրուն, երազող, խոցելի։ Եվ այժմ նա տվեց այդ դերը Լուսինեին։ Երբ Մետաքսյան իմացավ այդ մասին, նա եղավ իր հանգույցում չելավ դուրս ամբողջ օրը։ Մարդիկ լսեցին ձայներ, կոտրվող իրերի, բարձրաձայն լացի, բայց ոչ ոք չհամարձակվեց մտնել։ Երեկոյան Աչեմյանը ինքը եկավ նրա հանգույց։ Նրանք խոսեցին 2 ժամ, երբ Աչեմյանը դուրս եկավ, նրա դեմքը գունատ էր, նա դողում էր։ Հաջորդ օրը Լուսինե Ավագյանը չեկավ փորձի։ Նա հաջորդ օրը։ Երրորդ օրը նրա մայրը զանգահարեց թատրոն, ասաց, որ Լուսինեն հիվանդանոցում է, նյարդային խանգարումով։ Նա չէր կարող խոսել, չէր կարող ուտել, նա պարզապես նստում էր անկողնում, նայում էր պատին, լայն բացված աչքերով։ Բժիշկները չէին կարող հասկանալ, թե ինչ էր պատահել։ Բայց երբ Լուսինեի մայրը մաքրում էր դստեր բնակարանը, նա գտավ մի ծրար, թաքնված բարձի տակ։ Ներսում կային լուսանկարներ Լուսինեի, բայց ոչ սովորական լուսանկարներ։ Դրանք էին մոնտաժված պատկերներ, որտեղ Լուսինեի դեմքը տեղադրված էր մերկ մարմինների վրա, պոռնոգրաֆիկ դիրքերում։ Յուրաքանչյուր լուսանկարի հետում գրված էր. «Սա իրական դուն ես»։ Ով է ստեղծել այդ սարսափելի կոլաժները։ Ով գիտեր, թե որտեղ է ապրում Լուսինեն, ինչպես մտավ նրա բնակարան, թողնելու այդ ծրարը։ Եվ ինչու էր այդ ամենը տեղի ունեցել հենց այն օրը, երբ Աչեմյանը խոսեց Մետաքսյայի հետ։ Լուսինեն երբեք չվերադարձավ թատրոն։ Նա մնաց հիվանդանոցում 6 ամիս, երբ դուրս եկավ, նա հեռացավ Երանից, գնաց ապրելու Լենինգրադ, իր հորեղբոր մոտ։ Նա երբեք չխոսեց այն մասին, թե ինչ էր տեսել այդ լուսանկարներում, բայց նրա աչքերում մնաց այն վախը, որը երբեք չանցավ։ Մետաքսյան ստացավ Նինայի դերը։ Աչեմյանը հայտարարեց, որ Լուսինեի հիվանդության պատճառով դերը կտրվի Մետաքսյային, ոչ ոք չհամարձակվեց առարկել։ Սպեկտակլի պրեմիերան տեղի ունեցավ 1955 թվականի գարնանը, Մետաքսյայի Նինան դարձավ լեգենդար։ Քննադատները գրեցին, որ նա ստեղծել է նոր մեկնաբանություն Չեխովի, ցույց տալով Նինային ոչ թե որպես զոհ, այլ որպես կին, ով գիտակցաբար ընտրում է իր ճակատագիրը, նույնիսկ եթե այդ ճակատագիրը ցավոտ է։ Բայց թատրոնի ներսում մարդիկ խոսում էին այլ բանի մասին։ Նրանք խոսում էին այն մասին, որ Մետաքսյան այլևս չէր պարզապես դերասանուհի։ Նա դարձել էր ինչ-որ այլ բան, ուժ, որը վերահսկում էր թատրոնը անտեսանելի թելերով։ Մարդիկ վախենում էին նրանից, բայց նա հիանում էին նրանով։ Նրանք տեսնում էին նրա տաղանդը, նրա գեղեցկությունը, նրա անսասան աշխատանքը, բայց նրանք զգում էին, որ նրա շուրջը կա մի սառը գոտի, որտեղ ոչինչ չի աճում, միայն վախը։ Եվ ամենավատը այն էր, որ Մետաքսյան ինքը թվում էր անտարբեր այդ ամենի նկատմամբ։ Նա շարունակում էր աշխատել, շարունակում էր խաղալ, շարունակում էր ստեղծել իր անմոռանալի դերերը, կարծես ոչինչ չէր տեղի ունեցել։ Կարծես այն կանայք, ովքեր կործանվել էին նրա ճանապարհին, երբեք չէին գոյություն ունեցել։ Բայց գիշերները, երբ թատրոնը դատարկ էր, Մետաքսյան մնում էր միայնակ իր հանգույցում, նա հանում էր այն կարմիր տետրը, գրում նոր անուններ։ Նոր կանայք, ովքեր կարող էին սպառնալ նրա գահին։ Նոր թիրախներ, ովքեր պետք է ոչնչացվեին։ Եվ յուրաքանչյուր անվան կողքին նա գրում էր մանրամասն ծրագիր, ինչպես դա անել, ում օգտագործել, ինչ թույլ կողմ շահագործել։ Սա էր նրա իսկական արվեստը, ոչ թե բեմի վրա, այլ կյանքում, որտեղ նա ռեժիսոր էր, մարդիկ, նրա դերասաններ, ովքեր չգիտեին, որ խաղում են նրա սցենարով։ Բայց կար մեկը, ով տեսնում էր ամեն ինչ։ Սիրանուշ Մանուկյանը, Մետաքսյայի նախկին ուսուցիչը, ով այժմ աշխատում էր Սունդուկյանի թատրոնում որպես դրամատուրգ, նստում էր իր փոքրիկ գրասենյակում 3-րդ հարկում վարում օրագիր։ Այդ օրագրում նա գրում էր ամեն ինչ, ինչ տեսնում էր, ամեն դեպք, ամեն զրույց, ամեն կասկած։ Նա գիտեր, որ ինչ-որ օր այս ամենը պետք է դառնա հայտնի, որ ճշմարտությունը պետք է դուրս գա, բայց նա գիտեր, որ այդ օրը դեռ չէր եկել։ Մետաքսյան չափազանց ուժեղ էր, չափազանց պաշտպանված, չափազանց անհրաժեշտ թատրոնին։ Բայց Սիրանույշը համբերատար էր։ Նա սովորեցրել էր Մետաքսյային, նա գիտեր նրա ամենամեծ թույլ կողմը, նրա անսահման հավակնությունը։ Մետաքսյան երբեք չէր կարող կանգ առնել։
Նա միշտ ուզում էր ավելին, ավելի շատ դերեր, ավելի շատ փառք, ավելի շատ իշխանություն։ Եվ այդ անսահման ախորժակը, ծիրանույշը գիտեր, մի օր կդառնար նրա կործանումը։ Որովհետև կար սահ, որը նույնիսկ Մետաքսյա Սիմոնյանը չէր կարող անցնել առանց հետանքների։ Եվ երբ նա կանցներ այդ սահմանը, ամբողջ նրա կառուցած կայսրությունը կքանդվեր մի պահի մեջ։ Բայց երբ կլիներ այդ պահը։ Ով կլիներ այն մարդը, ով վերջապես կհամարձակվեր ասել ճշմարտությունը։ Եվ արդյոք Մետաքսյանը կարող էր գոյատել, երբ նրա բոլոր գաղտնիքները կբացահայտվեին, թե նա կընկներ, ինչպես ընկել էին այն բոլոր կանայք, ում նա ոչնչացրել էր իր ճանապարհին։ 1956 թվականին Մետաքսյա Սիմոնյանը դարձավ Հայաստանի ժողովրդական արտիստ։ Այս կոչումը նրան շնորհվեց Երանի օպերային թատրոնի բեմում հանդիսավոր արարողության ժամանակ, որտեղ ներկա էին Հայաստանի բոլոր մշակութային գործիչները, կուսակցական ղեկավարները, հարյուրավոր երկրպագուներ։ Երբ Հայաստանի մշակույթի նախարարը կարդաց հրամանագիրը, հանձնեց Մետաքսյային ոսկե մեդալը, դահլիճը պայթեց ծափահարություններից։ Մարդիկ ոտքի էին ելել, գոչում էին նրա անունը, ծաղիկները թափվում էին բեմի վրա, որպես գունավոր ջրվեժ։ Մետաքսյան կանգնած էր բեմի կենտրոնում, սպիտակ երեկոյան զգեստով, որը փայլում էր լույսերի ներքո, նրա դեմքին էր այն ժպիտը, որը դարձել էր նրա ապրանքային նշանը, գեղեցիկ, շքեղ, բայց չհասնող աչքերին, որոնք մնում էին սառը հաշվարկող։ Նա ասաց շնորհակալության խոսք, որտեղ խոսեց իր սիրո մասին Հայ թատրոնի նկատմամբ, իր երախտագիտության մասին իր ուսուցիչների նկատմամբ, իր նվիրվածության մասին արվեստին։ Բայց նա չնշեց այն կանանց անունները, ովքեր օգնել էին նրան բարձրանալ, Արմինե Մկրտչյանին, Նունե Գրիգորյանին, Լուսինե Ավագյանին։ Նա չխոսեց նրանց մասին, որովհետև նրա համար նրանք այլևս չէին գոյություն։ Նրանք եղել էին աստիճաններ, որոնցով նա բարձրացել էր, երբ աստիճանները հարկավոր չեն, ոչ ոք չի հիշում դրանք։ Բայց այդ երեկո, երբ Մետաքսյան վերադարձավ տուն, իր բնակարան Աբովյան փողոցում, նա նստեց իր անկողնու եզրին, լաց եղավ։ Ոչ ոք չտեսավ այդ արցունքները, ոչ ոք չլսեց այդ հառաչանքները, բայց դրանք իրական էին։ Որովհետև Մետաքսյանը ամբողջ իր իշխանության փառքի մեջ զգում էր ինչ-որ բան, ինչը նա չէր կարող անվանել, բայց որը ուտում էր նրան ներսից։ Դա չէր մեղքի զգացում, որովհետև Մետաքսյան երբեք չէր զգացել մեղք։ Դա էր դատարկություն։ Զգացումը, որ նա հասել է գագաթին, բայց գագաթը դատարկ է, այնտեղ ոչինչ չկա, բացի սառը քամուց անվերջ երկնքից։ Բայց Մետաքսյանը չէր կարող կանգ առնել։ Նա շարունակեց աշխատել ավելի ու ավելի ինտենսիվ։ Նա խաղաց Լեդի Մակբեթը, Մեդիան, Ֆեդրան, Կլեոպատրան, բոլոր այն մեծ դերերը, որոնք դարձան լեգենդար հայ թատերական պատմության մեջ։ Բայց նրա անձնական կյանքը մնաց գաղտնիք։ Նա երբեք չամուսնացավ, թե շուրջը շատ տղամարդիկ կային, ովքեր փորձեցին մոտենալ նրան։ Մարդիկ շշուկներով խոսում էին, որ նա ունի գաղտնի սիրահար, ամուսնացած մարդ, բարձր պաշտոն զբաղեցնող, բայց ոչ ոք երբեք չտեսավ նրանց միասին։ Ուրիշներն ասում էին, որ նա սիրում է կանանց, որ նրա ամենամոտ ընկերուհին, կոստյումերի վարպետուհի Ռիփսիմեն, իրականում ավելին է, քան ընկերուհի։ Բայց սրանք բոլորը մնացին շշուկներ, որովհետև Մետաքսյանը պահպանում էր իր անձնական կյանքը այնպիսի խիստ գաղտնիության մեջ, որ նույնիսկ նրա ամենամոտ մարդիկ չգիտեին ճշմարտությունը։ Միակ բանը, որ հայտնի էր, այն էր, որ Մետաքսյանը ապրում էր միայնակ իր երկսենյականոց բնակարանում, որտեղ պատերը ծածկված էին գրքերով, թատերական պաստառներով, որտեղ նա անցկացնում էր իր գիշերները, կարդալով, սովորելով նոր դերեր, գրելով այդ կարմիր տետրում, որը պահում էր փակ դարակում։ Ինչու էր նա ապրում այդպես։ Ինչու էր կինը, ով ուներ ամեն ինչ, փառք, հարգանք, իշխանություն, ընտրել այդպիսի մենակ գոյություն։ Արդյոք նա վախենում էր, որ եթե թույլ տա որևէ մեկին մոտենալ իրեն, այդ մարդը կտեսնի իրական Մետաքսյային, ոչ թե աստղը, այլ կնոջը, ով կառուցել էր իր կայսրությունը ուրիշների ցավի վրա։ 1960-րդ թվականներին Սունդուկյանի թատրոնը դարձավ ամենահայտնի թատրոնը Խորհրդային Միության մեջ։ Սպեկտակլները շրջագայում էին Մոսկվայում, Լենինգրադում, Կիևում, Թբիլիսիում, ամենուր Մետաքսյա Սիմոնյանը ստանում էր հիացած ընդունելություն։ Ռուս քննադատները գրում էին, որ նա միակ դերասանուհին է, ով կարող է մրցել Ֆայնա Ռանսկայայի, Ալլա Տարասովայի հետ։ Բայց այդ հաջողության ետում թաքնված էր մի ավելի մութ իրականություն։ Թատրոնի ներսում մթնոլորտը դարձել էր անտանելի։ Դերասանուհիները, ովքեր մնացել էին, ապրում էին մշտական վախի մեջ։ Նրանք գիտեին, որ մեկ սխալ քայլ, մեկ սխալ բառ, նրանք կարող էին դառնալ հաջորդ զոհը։ Երիտասարդ դերասանուհիները, ովքեր եկան թատրոն երազանքներով, հույսերով, շուտով սովորեցին, որ տաղանդը բավարար չէ։
Պետք է նա իմանալ, ինչպես գոյատել Մետաքսիայի ստվերում։ Ոմանք ընտրեցին լինել անտեսանելի, խաղալ փոքր դերեր, երբեք չպահանջել ավելին, երբեք չգրավել ուշադրությունը։ Ուրիշներն ընտրեցին դառնալ Մետաքսիայի դաշնակիցներ, փառաբանել նրան, ծառայել նրան, հույս ունենալով, որ նրա պաշտպանությունը կփրկի նրանց։ Բայց կային նրանք, ովքեր փորձեցին դիմադրել, նրանց ճակատագիրը միշտ նույնն էր, նրանք հեռացան թատրոնից կամ կոտրվեցին այնպես, որ երբեք չվերականգնվեցին։ Եվ ամեն անգամ, երբ նոր զոհ լինում էր, Մետաքսյանը շարունակում էր խաղալ, շարունակում էր ժպտալ, շարունակում էր ստանալ իր ծափահարությունները, կարծես ոչինչ չէր տեղի ունեցել։ Բայց Սիրանուշ Մանուկյանը շարունակում էր գրել իր օրագրում, էջերը կուտակվում էին մեկը մյուսի վրա, վկայություն այն մասին, ինչ իրականում տեղի էր ունենում Սունդուկյանի թատրոնի փայլուն ֆասադի հետում։ Եվ Սիրանուշը գիտեր, որ մի օր, երբ Մետաքսիայի իշխանությունը վերջապես կթուլանա, այդ օրագիրը կդառնա ամենակարևոր փաստաթուղթը, ցույց տալու համար, թե ինչ գնով էր ստեղծվել այդ փառքը, քանի մարդկանց կյանքեր էին զոհվել մեկ կնոջ անսահման հավակնության զոհասեղանին։ Երբ Վարդան Աչեմյանի սրտի կաթվածը տեղի ունեցավ 1969 թվականի դեկտեմբերի սառը առավոտյան, նա մենակ էր իր գրասենյակում, միակ մարդը, ով գտավ նրան 3 ժամ անց, Մետաքսյա Սիմոնյանն էր։ Պաշտոնական տարբերակը հնչում էր պարզ ռեժիսորը, ով տարիներ շարունակ չափազանց շատ էր աշխատել, չափազանց քիչ էր հանգստանում, վերջապես զոհ գնաց իր սեփական նվիրվածությանը թատրոնի նկատմամբ։ Բայց երբ շտապ օգնության բժիշկները տեղափոխեցին նրա մարմինը, նրանք նկատեցին ինչ-որ բան անսովոր, Աչեմյանի աջ ձեռքը սեղմված էր բռունցքի մեջ, երբ նրանք բացեցին այն, ներսում գտան փոքրիկ թղթի կտոր, որի վրա դողացող ձեռագրով գրված էր միայն 2 բառ. «Նա գիտի»։ Ով գիտեր, ինչ գիտեր։ Բժիշկները փոխանցեցին այդ թուղթը ոստիկանությանը, բայց քննությունը երբեք չսկսվեց, որովհետև Մետաքսյա Սիմոնյանը անձամբ եկավ ոստիկանության բաժին, բացատրեց, որ Աչեմյանը վերջին շաբաթներին տառապում էր հալյուցինացիաներից, ճնշման գերլարվածության պատճառով, որ այդ նշումը ոչինչ չի նշանակում։ Նրա խոսքերը ունեին այնպիսի հեղինակություն, այնպիսի համոզչություն, որ ոստիկանները փակեցին գործը նույն օրը։ Բայց մի հին քննիչ, Գորգ Հովհաննիսյանը, ով 30 տարի ծառայել էր համակարգում, տեսել էր ամեն տեսակի մարդիկ, նկատեց Մետաքսիայի աչքերում ինչ-որ բան, երբ նա խոսում էր Աչեմյանի մասին։ Դա չէր վիշտ, չէր կորուստի ցավ։ Դա էր թեթացում։ Կարծես ծանր բեռ էր հանվել նրա ուսերից, նա վերջապես կարող էր ազատ շնչել։ Ինչու էր Մետաքսյանը, կինը, ով 15 տարի աշխատել էր Աչեմյանի հետ, ստեղծել անմոռանալի սպեկտակլներ, զգում թեթացում նրա մահից։ Ինչ էր կապում նրանց, բացի թատրոնից, ինչպիսի գաղտնիքներ էին թաղված այն փակ դռների հետում, որտեղ նրանք անցկացրել էին անհամար գիշերներ, միայնակ, երբ ամբողջ թատրոնը քնած էր։ Աչեմյանի մահից հետո Սունդուկյանի թատրոնը մտավ նոր դարաշրջան, այդ դարաշրջանի անվիճելի թագուհին Մետաքսյա Սիմոնյանն էր։ Նոր ռեժիսորը, Արտավազդ Պողոսյանը, երիտասարդ ձգտող հաստատվել, հասկացավ շատ արագ, որ նրա իսկական իշխանությունը սահմանափակ է, որ իրական որոշումները կայացվում են ոչ թե նրա գրասենյակում, այլ Մետաքսիայի հանգույցում։ Պողոսյանը փորձեց դիմադրել սկզբում, նա ուզում էր բերել նոր մարդկանց, նոր դերասանուհիներ, ովքեր կբերեին թարմ տեսլական, բայց ամեն անգամ, երբ նա առաջարկում էր նոր անուն, Մետաքսյանը գտնում էր պատճառ, ինչու այդ մարդը չի համապատասխանում թատրոնին։ Նա չունի փորձ, նրա ձայնը չափազանց թույլ է, նա չի հասկանում հայկական մենտալիտետը։ Յուրաքանչյուր առարկություն հնչում էր ողջամիտ, մտածված, հոգատար, բայց արդյունքը միշտ նույնն էր, նոր մարդիկ չէին գալիս, Մետաքսյանը շարունակում էր մնալ անփոխարինելի։ 1970-րդ թվականների սկզբին Մետաքսյանը արդեն 45 տարեկան էր, բայց նա դեռ խաղում էր երիտասարդ հերոսուհիների դերերը, ոչ ոք չհամարձակվում էր ասել, որ դա այլս համապատասխան չէ։ Նրա դեմքը, որը երբեմն եղել էր խիստ գեղեցիկ, այժմ սկսել էր ցույց տալ ժամանակի նշանները, նուրբ ծալքեր աչքերի շուրջը, ավելի խորը գծեր բերանի մոտ, բայց կոսմետիկան, լույսերը, հմուտ կոստյումերը թաքցնում էին այդ ամենը բեմի վրա։ Սակայն մարդիկ սկսեցին նկատել ինչ-որ այլ փոփոխություն Մետաքսիայի մեջ, ոչ թե ֆիզիկական, այլ հոգեբանական։ Նա դարձել էր ավելի նյարդային, ավելի կասկածամիտ, ավելի վերահսկող։ Նա պահանջում էր իմանալ ամեն ինչ, որ տեղի էր ունենում թատրոնում, ով ում հետ է խոսում, ով ինչ է ասում, ով նոր գրքեր է կարդում, ով նոր գաղափարներ ունի։ Նրա լրտեսների ցանցը, որը նախկինում եղել էր անտեսանելի, այժմ դարձել էր այնքան ակնհայտ, որ մարդիկ վախենում էին խոսել նույնիսկ միմյանց հետ, վախենալով, որ նրանց խոսքերը կհասնեն Մետաքսիայի ականջներին։
Բայց ամենավտանգավոր պահը եկավ 1972 թվականի աշնանը, երբ Մոսկվայից եկավ նոր դերասանուհի Գայանե Սարգսյան, ով ավարտել էր ՎՔԻԿ-ը ուներ կապեր Խորհրդային Միության ամենաազդեցիկ կինոռեժիսորների հետ։ Գայանեն եկավ Երևան ոչ թե որովհետև ուզում էր աշխատել Սունդուկյանի թատրոնում, այլ որովհետև նրան ուղարկել էին Մոսկվայից, որպես մշակութային փոխանակման ծրագրի մաս։ Նա պետք է մնար 6 ամիս, խաղար 2 սպեկտակլում, վերադառնար Մոսկվա։ Բայց Գայանեն ուներ ինչ-որ բան, որը Մետաքսյանը չուներ երբեք՝ անկեղծություն։ Երբ նա խաղում էր, նա չէր հաշվարկում ամեն շարժումը, ամեն ինտոնացիան։ Նա պարզապես ապրում էր բեմի վրա, այդ անկեղծությունը գրավում էր մարդկանց այնպես, ինչպես Մետաքսյայի տեխնիկական կատարելությունը երբեք չէր կարող։ Առաջին փորձից հետո, երբ Գայանեն կարդաց Նինայի մենախոսությունը, ջայից դահլիճում տիրող լռությունը այլ էր, քան այն լռությունը, որը Մետաքսյանը սովոր էր ստեղծել։ Դա չէր վախի լռություն, այլ հիացմունքի, իսկական, խորը, անկեղծ հիացմունքի։ Եվ երբ Գայանեն ավարտեց, դերասանները ծափահարեցին, ոչ թե պարտականությունից, այլ որովհետև իսկապես տպավորված էին։ Մետաքսյանը նստած էր դահլիճի վերջին շարքում, մութ անկյունում, նրա դեմքը քարե էր։ Նա տեսավ այն, ինչ տեսան բոլորը, որ այս կինը, այս երիտասարդ, տաղանդավոր, անկեղծ կինը սպառնում էր ամեն ինչին, ինչ Մետաքսյանը կառուցել էր 30 տարի։ Եվ այդ պահին Մետաքսյանը որոշեց, որ Գայանե Սարգսյանը պետք է ոչնչացվի, ոչ թե դանդաղ, ինչպես մյուսները, այլ արագ, վճռական, անողորմ։ Գայանեի դեմ հարձակումը սկսվեց հենց հաջորդ օրը։ Առաջին հարվածը եկավ անսպասելի կողմից՝ կոստյումերի բաժնից։ Երբ Գայանեն եկավ վերցնելու իր զգեստը հաջորդ փորձի համար, Ռիփսիմեն, Մետաքսյայի հավատարիմ դաշնակիցը, ասաց նրան, որ զգեստը դեռ պատրաստ չէ, որ նա պետք է փորձի հին զգեստով, որը պահվում էր պահեստում։ Այդ զգեստը, ինչպես պարզվեց, լի էր փոշով ցեցերի հոտով, երբ Գայանեն հագավ այն, նա սկսեց փռշտալ հազալ։ Փորձը ընդհատվեց, Գայանեն ստիպված եղավ գնալ տուն, փոխելու հագուստը։ Երկրորդ հարվածը եկավ լուսավորության բաժնից։ Հաջորդ փորձի ժամանակ, երբ Գայանեն խաղում էր իր տեսարանը, լույսերը հանկարծ անջատվեցին, բեմը ընկավ լիակատար խավարի մեջ։ Երբ լույսերը վերականգնվեցին, Գայանեն կանգնած էր բեմի կենտրոնում, շփոթված, վախեցած, նրա ձայնը դողում էր, երբ նա փորձեց շարունակել տեքստը։ Տեխնիկ Արամը ներողություն խնդրեց, ասաց, որ դա տեխնիկական խափանում էր, բայց բոլորը տեսան, որ նա նայում էր Մետաքսյայի ուղղությամբ, ով նստած էր դահլիճում, ժպտում էր այն սառը ժպիտով, որը երբեք չհասնում էր նրա աչքերին։ Երրորդ հարվածը եկավ ամենավտանգավոր ձով։ Գայանեի բնակարանում, որը նրան տրամադրել էր թատրոնը, սկսեցին տեղի ունենալ տարօրինակ իրադարձություններ։ Գիշերները նա լսում էր ձայներ, քայլերի, դռների բացման, շշուկների, բայց երբ նա ոտքի էր ելնում ստուգելու, ոչինչ չէր գտնում։ Նրա անձնական իրերը սկսեցին անհետանալ, հայտնվել տարօրինակ վայրերում։ Մի առավոտ նա գտավ իր սիրելի լուսանկարը, մոր հետ, պատռված կիսով մեջ դրված նրա բարձի տակ։ Մեկ այլ օր նրա հանգույցի հայելին գտավ կոտրված, կտորները դասավորված էին շրջանի մեջ, բեմի կենտրոնում, որտեղ նա պետք է խաղար։ Գայանեն սկսեց կորցնել քունը, նա դարձավ նյարդային, նրա խաղը սկսեց տուժել։ Ռեժիսոր Պողոսյանը նկատեց փոփոխությունը, հարցրեց նրան, թե ինչ է պատահել, բայց Գայանեն չէր կարող բացատրել։ Ինչպես կարող էր նա ասել, որ զգում էր, թե ինչ-որ մեկը հետապնդում է իրեն, երբ ոչ մի ապացույց չկար, երբ ամեն ինչ կարող էր լինել պարզապես պատահականություն կամ նրա սեփական երակայության արդյունք։ Բայց Գայանեն ուժեղ էր, նա չէր ուզում հանձնվել։ Նա շարունակեց աշխատել, շարունակեց փորձել, երբ եկավ պրեմիերայի գիշերը 1972 թվականի նոյեմբերի սառը երեկո, նա պատրաստ էր ցույց տալ ամբողջ Երանին, որ նա արժանի է այդ բեմին։ Սպեկտակլը սկսվեց, Գայանեն խաղաց այնպես, ինչպես երբեք չէր խաղացել, նա դրեց իր ամբողջ սիրտը, ամբողջ հոգին այդ դերի մեջ, դահլիճը լռում էր, հիացած նրա կատարմամբ։ Բայց երբ եկավ երրորդ գործողության կուլմինացիոն տեսարանը, երբ Գայանեն պետք է բարձրանար բեմի հետի աստիճաններով արտասաներ իր վերջին մենախոսությունը, ինչ-որ բան տեղի ունեցավ։ Աստիճանների վերին սանդուղքը, որը պետք է ամուր լիներ, հանկարծ կոտրվեց, Գայանեն ընկավ 3 մետր բարձրությունից, ուղիղ բեմի կարծր հատակին։ Դահլիճը լցվեց գոչյուններով, վարագույրը արագ իջավ, շտապ օգնությունը կանչվեց։ Գայանեն տեղափոխվեց հիվանդանոց, կոտրված ձախ ոտքով ուղեղի թեթ ցնցումով։ Նա վերապրեց, բայց նրա կարիերան Սունդուկյանի թատրոնում ավարտվեց այդ գիշեր։ Երբ նա դուրս եկավ հիվանդանոցից 2 շաբաթ անց, նա անմիջապես վերադարձավ Մոսկվա, երբեք չխոսեց այն մասին, թե ինչ իրականում տեղի ունեցավ այդ գիշեր։
Բայց տեխնիկ աշխատողները, ովքեր ստուգեցին աստիճանները, հետագայում գտան ինչ-որ բան անհանգստացնող սանդուղքը, որը կոտրվեց, եղել էր մասամբ կտրված սղոցով, այնպես որ այն կարող էր պահել քաշը միայն մինչ որոշակի կետ, ապա անխուսափելիորեն կոտրվեր։ Ո՞վ էր արել դա, երբ բեմը միշտ լի էր մարդկանցով։ Բայց ոչ ոք չհամարձակվեց հարցնել այդ հարցերը բարձրաձայն, որովհետև բոլորը գիտեին, որ պատասխանը կարող էր լինել չափազանց վտանգավոր։ Գայանե Սարգսյանի հեռացումից հետո Մետաքսյա Սիմոնյանը դարձավ ավելի ուժեղ, քան երբևէ, բայց նա ավելի մենակ։ Նրա շուրջը այլևս չկային իսկական ընկերներ, միայն ծառաներ վախեցածներ։ Թատրոնը, որը երբեմն եղել էր ստեղծագործական էներգիայի կենտրոն, այժմ դարձել էր վախի տաճար, որտեղ մարդիկ շարժվում էին զգույշ, խոսում էին շշուկներով, միշտ նայում էին իրենց ուսերի հետը։ 1974 թվականին Մետաքսյանը նշեց իր 50-րդ ծննդյան օրը մեծ հանդեսով, որտեղ ներկա էին Հայաստանի բոլոր մշակութային գործիչները, բայց երբ նա կանգնեց բեմի վրա, նայեց դահլիճին, նա տեսավ ոչ թե սիրո հարգանքի դեմքեր, այլ պարտականության վախի դիմակներ։ Մարդիկ ծափահարում էին, բայց նրանց ծափերը հնչում էին դատարկ, մեխանիկական։ Մետաքսյանը, առաջին անգամ իր կյանքում, զգաց ինչ-որ բան, որը նա չէր զգացել երբեք՝ ամոթ։ Ոչ թե մեղքի զգացում, որովհետև նա դեռ չէր հավատում, որ արել է ինչ-որ սխալ բան, այլ ամոթ այն բանից, որ նա դարձել էր այն, ինչից միշտ վախեցել էր, մենակ, սիրված չէ, պահպանվող միայն իշխանության վախի միջոցով։ Այդ գիշեր, երբ նա վերադարձավ տուն, նա հանեց այն կարմիր տետրը իր դարակից, սկսեց կարդալ այն էջերը, որոնք գրել էր տարիների ընթացքում։ Նա կարդաց այն անունները, այն նշումները, այն ծրագրերը, որոնք նա իրականացրել էր, առաջին անգամ նա տեսավ դրանք ոչ թե որպես անհրաժեշտ քայլեր դեպի հաջողություն, այլ որպես այն, ինչ դրանք իրականում էին՝ մի շարք դաժան, հաշվարկված հարձակումներ անմեղ մարդկանց դեմ, ովքեր միակ մեղքն այն էր, որ ունեին տաղանդ երազանքներ։ Բայց նույնիսկ այդ պահին Մետաքսյանը չկարողացավ զգալ իսկական զղջում։ Նա կարողացավ զգալ միայն հոգնածություն, խորը, անվերջ հոգնածություն այն բանից, որ միշտ պետք է պայքարել, միշտ պետք է վերահսկել, միշտ պետք է վախենալ, որ ինչ-որ մեկը կգա կվերցնի այն, ինչ նա այդքան դժվարությամբ է շահել։ Նա փակեց տետրը, դրեց այն հետ դարակ, բայց այդ գիշեր նա չկարողացավ քնել։ Նա պառկած էր իր անկողնում, լսում էր քաղաքի ձայները, հեռավոր ավտոմեքենաների աղմուկը, շների հաչոցը, քամուշ շուկը պատուհանների մոտ։ Նա մտածում էր այն մասին, թե արդյոք արժե՞ր այդ ամենը, արդյոք այն փառքը, այն իշխանությունը, այն անմահությունը, որը նա ստեղծել էր, արժե՞ր այն գինը, որը նա վճարել էր, որը վճարեցրել էր ուրիշներին։ Բայց պատասխանը չեկավ, երբ վերջապես քունը եկավ, նա տեսավ երազ, նա կանգնած էր դատարկ բեմի վրա, դատարկ դահլիճում, ոչ ոք չէր ծափահարում, ոչ ոք չէր նայում, նա հասկացավ, որ վերջապես միայնակ էր, իսկապես անվերադարձ միայնակ։ Երբ Սիրանույշ Մանուկյանի բնակարանը խուզարկեցին 1981 թվականի մարտին, այնտեղ գտան ավելի քան 30 տետր, լի ձեռագիր նշումներով, որոնք ծածկում էին 30 տարվա ժամանակահատված։ Պաշտոնական պատճառը անօրինական փաստաթղթերի պահպանում, բայց իրականում այդ տետրերը պարունակում էին ամենամանրամասն քրոնիկան Սունդուկյանի թատրոնում տեղի ունեցած իրադարձությունների մասին, ամեն դեպք, ամեն զրույց, ամեն կասկածելի պատահար, որը Սիրանույշը գրանցել էր իր անխոնջ աչքերով։ Տետրերի մի էջում նկարագրված էր, թե ինչպես Արմինե Մկրտչյանը ստացավ անանուն նամակը, որը կործանեց նրա ամուսնությունը։ Մեկ այլ էջում մանրամասներ Լուսինե Ավագյանի հոգեբանական խանգարման մասին, այն սարսափելի լուսանկարների մասին, որոնք ինչ-որ մեկը թողել էր նրա բնակարանում։ Երրորդ էջում տեխնիկական հաշվետվություն այն մասին, թե ինչպես էր Գայանե Սարգսյանի համար նախատեսված աստիճանը մասամբ կտրված եղել սղոցով, հենց այնպես, որ այն կոտրվեր ճիշտ այն պահին, երբ նա բարձրանար։ Բայց ամենավտանգավոր էջը վերջինն էր, գրված Սիրանույշի դողացող ձեռքով, ընդամենը 3 օր առաջ նրա ձերբակալությունից։ Այնտեղ գրված էր. Մետաքսյան իմացավ տետրերի մասին։ Ինչ-որ մեկը պատմել է նրան։ Երեկ նա եկավ իմ գրասենյակ, նայեց ինձ այնպես, ինչպես որ սորթը նայում է վիրավոր կենդանուն։ Նա ոչինչ չասաց, բայց ես հասկացա։ Եթե ինչ-որ բան պատահի ինձ, թող բոլորը իմանան, դա նրա գործն է։ Սիրանույշ Մանուկյանը մեռավ հիվանդանոցում 2 շաբաթ անց ձերբակալությունից, պաշտոնապես սրտի կաթվածից, բայց բժիշկները, ովքեր բուժում էին նրան, շշուկներով խոսում էին, որ նրա վիճակը հանկարծակի վատացավ այն գիշերը, երբ նրան այցելություն էր եկել մի կին, շորերով գլխաշոր, ում ոչ ոք չճանաչեց, ով մնաց Սիրանույշի պալատում ընդամենը 10 րոպե։ Ո՞վ էր այդ կինը, ինչ տեղի ունեցավ այդ 10 րոպեի ընթացքում, որ 71 տարեկան կինը, ով ամբողջ կյանքում ունեցել էր ամուր առողջություն, հանկարծ դադարեց շնչել։
Տետրերը բռնագրավվեցին, փակվեցին արխիվում, դասակարգված որպես գաղտնի, պաշտոնապես դրանք երբեք չհրապարակվեցին, բայց պատճենները, որոնք Սիրանույշը խելացիորեն թաքցրել էր տարբեր վայրերում, սկսեցին շրջել թատերական շրջանակներում, որպես լեգենդ, որպես ապացույց, որպես նախազգուշացում այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ մեկ մարդու հավակնությունը դառնում է ավելի կարևոր, քան մարդկային արժանապատվությունը։ 1984 թվականին Մետաքսյա Սիմոնյանը հասավ իր կարիերայի բացարձակ գագաթին, բայց նա սկսեց զգալ, որ հողը սկսում է սողալ նրա ոտքերի տակից։ Նոր սերունդը, որը մեծացել էր Գորբաչովի պերեստրոյկայի գլասնոստի մթնոլորտում, այլևս չէր վախենում խոսել բարձրաձայն։ Երիտասարդ դերասանները, ովքեր եկան թատրոն 80-ականների կեսերին, այլևս չէին պատրաստ լռել ընդունել Մետաքսյայի բացարձակ իշխանությունը։ Նրանք ուզում էին փոփոխություններ, ուզում էին ժողովրդավարություն, ուզում էին, որ դերերը բաշխվեն տաղանդի հիման վրա, ոչ թե վախի հնազանդության։ Առաջին բաց ապստամբությունը տեղի ունեցավ 1986 թվականի գարնանը, երբ խումբ երիտասարդ դերասաններ գրեցին բաց նամակ թատրոնի տնօրենությանը, պահանջելով, որ դերերի բաշխումը դառնա թափանցիկ, որ ավարտվի մեկ դերասանուհու մենաշնորհը հիմնական դերերի վրա։ Նրանք չնշեցին Մետաքսյայի անունը, բայց բոլորը հասկացան, թե ում մասին է խոսքը։ Նամակը ստորագրել էին 17 դերասաններ, երբ այն հրապարակվեց թատրոնի տեղեկատվական տախտակին, ամբողջ թատրոնը խառնվեց։ Մետաքսյանը կարդաց նամակը կանգնած միջանցքում, շրջապատված հարյուրավոր աչքերով, որոնք հետում էին նրա ամեն արձագանքին։ Նրա դեմքը մնաց անշարժ, բայց նրա ձեռքերը, որոնք բռնում էին թուղթը, դողում էին այնպես, որ բառերը պարում էին նրա աչքերի առաջ։ Նա ոչինչ չասաց, պարզապես շրջվեց, հեռացավ դեպի իր հանգույց, երբ դուռը փակվեց նրա հետից, մարդիկ լսեցին ձայն, ինչ-որ բանի կոտրվելու, ապա լռություն, երկար ծանր լռություն, որը ավելի սարսափելի էր, քան ցանկացած գոչյուն։ Բայց Մետաքսյանը չէր պատրաստվում հանձնվել։ Նա սկսեց իր վերջին, ամենադաժան հակահարձակումը։ Նա օգտագործեց իր բոլոր կապերը, կուսակցական ղեկավարների, մշակույթի նախարարության, նույնիսկ անվտանգության ծառայությունների հետ, որպեսզի պարզի, թե ով էր կազմակերպել այդ ապստամբությունը։ Եվ երբ նա իմացավ անունները, նա սկսեց գործել։ Առաջինը Արման Գորգյանն էր, 31 տարեկան դերասան, ով եղել էր նամակի հիմնական հեղինակը։ Արմանը հանկարծ կորցրեց իր բոլոր դերերը հաջորդ սեզոնում, երբ նա փորձեց բողոքել, նրան ասացին, որ նրա խաղի որակը նվազել է, որ նա պետք է ավելի շատ աշխատի։ Երկրորդը Լիլիթ Հովհաննիսյանն էր, 28 տարեկան դերասանուհի, ով եղել էր ամենաձայնեկան ապստամբներից մեկը։ Լիլիթի անձնական կյանքի մանրամասները հանկարծ սկսեցին հայտնվել թատրոնի շշուկներում, նրա հարաբերությունը ամուսնացած ռեժիսորի հետ, նրա աբորտը, նրա ընտանեկան խնդիրները։ Ոչ ոք չգիտեր, թե որտեղից էին գալիս այդ տեղեկությունները, բայց դրանք այնքան մանրամասն էին, այնքան ճշգրիտ, որ պարզ էր, ինչ-որ մեկը շատ մոտիկից է հետել Լիլիթի կյանքին։ Երրորդը Վահագն Սարգսյանն էր, 35 տարեկան դերասան, ով եղել էր նամակի ստորագրողներից ամենահեղինակավորը։ Վահագնը հանկարծ ստացավ առաջարկ աշխատելու Լենինգրադի թատրոններից մեկում, շատ լավ պայմաններով, երբ նա հեռացավ Երանից, բոլորը հասկացան, որ դա չէր պարզապես հաջողություն, այլ հեռացում, քաղաքավարի, բայց անխուսափելի հեռացում։ Մեկ առ մեկ ապստամբությունը սկսեց քայքայվել, 6 ամիս անց, երբ նոր սեզոնը սկսվեց, Մետաքսյա Սիմոնյանը կրկին կանգնած էր իր գահի վրա, անխոնջ, անպարտելի, սարսափելի։ Բայց հաղթանակը եկավ չափազանց մեծ գնով։ 1988 թվականին, երբ Խորհրդային Միությունը սկսեց քայքայվել, Հայաստանը սկսեց իր ճանապարհը դեպի անկախություն, Սունդուկյանի թատրոնը դարձավ այն վայրը, որտեղ ոչ ոք այլևս չէր ուզում աշխատել։ Երիտասարդ տաղանդները գնում էին այլ թատրոններ, կամ լքում էին թատրոնը ընդհանրապես, գնալով դեպի կինո, հեռուստատեսություն կամ նույնիսկ արտասահման։ Սունդուկյանի թատրոնը, որը երբեմն եղել էր հայ մշակույթի սիրտը, այժմ դարձել էր դատարկ շենք, որտեղ մի ծեր կին կառավարում էր մի խումբ վախեցած հոգնած մարդկանց։ Մետաքսյանը շարունակում էր խաղալ, բայց դահլիճները այլևս լի չէին։ Մարդիկ ունեին ավելի կարևոր հոգսեր, քաղաքական ճգնաժամը, տնտեսական կոլապսը, Ղարաբաղյան պատերազմը։ Թատրոնը, որը երբեմն եղել էր փախուստ իրականությունից, այժմ թվում էր անտեղի, գրեթե ծիծաղելի իր հին ավանդույթներով, հին աստղերով։ 1991 թվականի աշնանը Մետաքսյա Սիմոնյանը խաղաց իր վերջին դերը, Մեդիան, այն դերը, որը նա խաղացել էր առաջին անգամ 40 տարի առաջ, որը դարձել էր նրա ամենահայտնի կատարումը։ Բայց այս անգամ ինչ-որ բան այլ էր։
Երբ նա կանգնեց բեմի վրա, սկսեց արտասանել մեդիայի մենախոսությունը. «Ես կործանեմ այն ամենը, ինչ սիրում եմ, որպեսզի չկործանվեմ ինքս»։ Նրա ձայնը կոտրվեց ոչ թե դերի պահանջով, այլ իսկական էմոցիայից։ Արցունքները, որոնք հոսեցին նրա այտերով, չէին դերասանական արցունքներ։ Դրանք էին իսկական արցունքներ կնոջ, ով վերջապես հասկացավ, թե ինչ էր արել, ինչ էր կորցրել իր անսահման հավակնության անունով։ Դահլիճում նստած էին ընդամենը 50 մարդ, երբ վարագույրը իջավ, ծափահարությունը եղավ քաղաքավարի, Սառը Մետաքսյանը կանգնեց բեմի վրա, միայնակ լույսերի տակ, առաջին անգամ իր կյանքում զգաց, որ այն ամենը, ինչի համար նա պայքարել էր, այն ամենը, ինչ նա զոհել էր, վերջապես կորցրել էր իր իմաստը։ Մետաքսյա Սիմոնյանը հեռացավ բեմից 1994 թվականին, 68 տարեկան հասակում։ Պաշտոնական պատճառը առողջական խնդիրներ, բայց իրականում նա պարզապես այլս չէր կարող դիմակայել նոր իրականությանը, որտեղ նրա անունը այլս չէր առաջացնում վախ կամ հարգանք, այլ միայն հին հիշողություններ, դառը զգացումներ։ Նա ապրեց իր վերջին տարիները իր բնակարանում Աբովյան փողոցում, միայնակ, մերժված իր նախկին գործընկերների կողմից, մոռացված նոր սերնդի կողմից։ Նրան այցելում էին միայն մի քանի հին ընկերներ, ովքեր դեռ հիշում էին նրա փառքի օրերը, բայց նույնիսկ նրանք խոսում էին զգուշությամբ, խուսափելով թեմաներից, որոնք կարող էին վիրավորել նրան։ Մետաքսյանը անցկացնում էր իր օրերը կարդալով, լսելով հին ձայնագրություններ իր սպեկտակլներից, նայելով պատուհանից դեպի փողոցը, որտեղ կյանքը շարունակվում էր առանց նրա։ Նա երբեք չխոսեց հրապարակայնորեն այն մասին, թե ինչ իրականում տեղի ունեցավ Սունդուկյանի թատրոնում այն տարիներին, երբ նա կառավարում էր այնտեղ։ Նա երբեք չխոստովանեց, երբեք չզղջաց, երբեք չխնդրեց ներողություն այն կանանցից, ում նա ոչնչացրել էր։ Բայց նրա վերջին տարիներին, ըստ նրան հոգ տանող բուժքրոջ վկայության, նա հաճախ արթնանում էր գիշերները, գոչելով անուններ, որոնք եղել էին նրա զոհերը՝ Արմինե, Նունե, Լուսինե, Գայանե։ Նա գոչում էր այդ անունները խավարի մեջ, ապա լաց էր լինում, բուժքույրը, ով մտնում էր նրա սենյակ, գտնում էր նրան նստած անկողնում, ծածկված քրտինքով, դողացող, շուկով կրկնող ներեցեք ինձ, բայց երբ լույսը վառվում էր, նա վերադառնում էր իրականություն, նա կրկին դառնում էր այն Սառը, անհասանելի Մետաքսյան, ով երբեք չէր ցույց տալիս իր թուլությունը։ Մետաքսյա Սիմոնյանը հեռացավ այս աշխարհից 1999 թվականի հունվարին, իր քնի մեջ, խաղաղ, առանց ցավի։ Նրա հուղարկավորությունը տեղի ունեցավ Սունդուկյանի թատրոնում, եկան հարյուրավոր մարդիկ, հին գործընկերներ, երկրպագուներ, պաշտոնյաներ, բայց նա շատերը, ովքեր եկան ոչ թե հարգանք տալու, այլ համոզվելու, որ նա իսկապես մեռել է, որ այն ուժը, որը վերահսկել էր նրանց կյանքերը այնքան երկար, վերջապես անհետացել է։ Ելույթները եղան գեղեցիկ, լի գովասանքներով նրա տաղանդի, նրա նվիրվածության, նրա ավանդի մասին, բայց ոչ ոք չխոսեց ճշմարտության մասին։ Ոչ ոք չնշեց այն կանանց, ում կարիերաները նա ոչնչացրել էր, այն կյանքերը, որոնք նա կործանել էր, այն վախը, որը նա ստեղծել էր։ Միայն մեկ մարդ համարձակվեց ասել ինչ-որ բան այլ։ Արման Գորգյանը, այն դերասանը, ով հեռացել էր թատրոնից 10 տարի առաջ, կանգնեց ասաց. Մետաքսյա Սիմոնյանը եղավ մեծ դերասանուհի, բայց նա եղավ մարդ, ով մոռացավ, որ թատրոնը ոչ թե պատերազմական դաշտ է, այլ արվեստի տաճար, որտեղ մենք բոլորս պետք է ստեղծենք միասին, ոչ թե ոչնչացնենք միմյանց։ Նրա խոսքերը առաջացրեցին անհանգստություն դահլիճում, բայց նա լռություն, որովհետև բոլորը գիտեին, որ նա ասում էր ճշմարտությունը, այն ճշմարտությունը, որը բոլորը գիտեին, բայց ոչ ոք չէր համարձակվում ասել բարձրաձայն։ Մետաքսյա Սիմոնյանը թաղվեց Կոմիտասի Պանթեոնում մեծ արարողությամբ, նրա գերեզմանի վրա դրվեց մարմարե տախտակ, որի վրա փորագրված էր «Հայաստանի ժողովրդական արտիստ, ով նվիրեց իր կյանքը հայ թատրոնին»։ Բայց ոչ ոք չգրեց այն մասին, թե ինչ գնով եղավ այդ նվիրումը, քանի մարդկանց կյանքեր զոհվեցին այդ նվիրման զոհասեղանին։ Տարիներ անց, երբ Սունդուկյանի թատրոնը վերանորոգվեց, բացվեց նոր սերնդի համար, երիտասարդ դերասանները, ովքեր եկան այնտեղ աշխատելու, լսեցին պատմություններ Մետաքսյա Սիմոնյանի մասին, լեգենդներ նրա տաղանդի, նրա փառքի, նրա անմահության մասին։ Բայց նրանք լսեցին այլ պատմություններ, շուկներ, որոնք փոխանցվում էին սերնդից սերունդ, պատմություններ այն կանանց մասին, ում անունները գրեթե մոռացվել էին, բայց ում ճակատագիրները մնացել էին որպես նախազգուշացում։ Եվ երբ երիտասարդ դերասանուհիները քայլում էին թատրոնի հին միջանցքներով, նրանք երբեմն զգում էին ինչ-որ բան, սառը շունչ, անտեսանելի ներկայություն, կարծես այն հոգիները, ովքեր տառապել էին այնտեղ, դեռ շրջում էին այդ պատերի մեջ, փնտրելով խաղաղություն, որը նրանք երբեք չգտան իրենց կյանքում։ Սունդուկյանի թատրոնը շարունակեց գործել, շարունակեց ստեղծել սպեկտակլներ, շարունակեց պահպանել հայ թատերական ավանդույթները, բայց նրա պատմության մեջ միշտ կմնա մի մութ գլուխ, այն տարիները, երբ մի կնոջ անսահման հավակնությունը վերածվեց անիծքի,
որը թունավորեց ամբողջ հաստատությունը, թողեց վերքեր, որոնք երբեք լիովին չբուժվեցին։ Բայց ամենամեծ հարցը, որը մնաց անպատասխան, այն էր, արդյոք Մետաքսյա Սիմոնյանը զոհ էր, թե հանցագործ։ Արդյոք նա կինն էր, ով պարզապես փորձեց գոյատել համակարգում, որը չէր տալիս կանանց հավասար հնարավորություններ, որը պահանջում էր անողորմություն հաջողության համար, թե նա կինն էր, ով գիտակցաբար ընտրեց ճանապարհը դաժանության շահագործման, որովհետև դա ավելի հեշտ էր, քան պայքարել համակարգի դեմ։ Պատասխանը, հավանաբար, գտնվում է ինչ-որ տեղ այդ երկու ծայրահեղությունների միջ։ Մետաքսյան եղավ արտադրանք իր ժամանակի խորհրդային համակարգի, որը խրախուսում էր մրցակցությունը, բայց ոչ թե ազնիվ մրցակցությունը, այլ գաղտնի պատերազմը, որտեղ ամենաուժեղը գոյատում էր ոչ թե իր տաղանդի շնորհիվ, այլ իր անողորմության շնորհիվ։ Նա սովորեց խաղալ այդ խաղը ավելի լավ, քան ուրիշները, նա հասավ գագաթին, բայց այդ գագաթը եղավ մենակ, սառը, վերջապես անիմաստ։ Նրա պատմությունը պատմություն է այն մասին, թե ինչ տեղի է ունենում, երբ մենք թույլ ենք տալիս մեր հավակնություններին վերահսկել մեզ, երբ մենք մոռանում ենք, որ հաջողությունը, որը կառուցված է ուրիշների ցավի վրա, երբեք չի բերի իսկական երջանկություն։ Եվ թերս, ամենակարևոր դասը, որը մենք կարող ենք սովորել Մետաքսյա Սիմոնյանի կյանքից, այն է, որ փառքը, որքան էլ փայլուն լինի, երբեք չի կարող փոխարինել մարդկային կապերը, սերը, հարգանքը, այն խաղաղությունը, որը գալիս է այն բանից, որ գիտես, դու ապրել ես ազնիվ կյանք, նույնիսկ եթե այդ կյանքը չի եղել այնքան փայլուն։ Ընկերներ, ինչպես եք վերաբերվում Մետաքսյա Սիմոնյանին։ Արդյոք նա զոհ էր այն համակարգի, որը պահանջում էր անողորմություն հաջողության համար, թե նա ինքը ստեղծեց այդ համակարգը իր անսահման հավակնությամբ։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, մեզ համար կարող է իմանալ, թե արդյոք ձեր քաղաքում դեռ հիշում են նրան, ինչպես են հիշում։ Եթե ձեզ դուր եկավ այս պատմությունը, դրեք լայք, ճշմարտության համար բաժանորդագրվեք մեր ալիքին, մենք շարունակելու ենք պատմել այն պատմությունները, որոնք թաքցված են փառքի փայլուն ֆասադների հետում։ Մենք պատմում ենք ոչ թե դատելու համար, այլ հասկանալու համար, որովհետև յուրաքանչյուր կյանք, նույնիսկ ամենաբարդը, ունի իր դասերը, որոնք մենք կարող ենք սովորել։